Իսկ ինչ վերաբերում է պետական դավաճանությանը, ես ուզում եմ Նիկոլենց ասեմ, պետական դավաճաններ են բոլոր նրանք, Նիկոլ Փաշինյանի մասի պետական դավաճաններ են բոլոր նրանք, ովքեր 20 թվի պատերազմից հետո ավել պակաս շարունակում են հաչալ Սերժ Սարգսյանի հասցեին։ Այդ 20 թվի պատերազմից հետո ով հաչում է, շարունակում է հաչալ Սերժ Սարգսյանի հասցեին, դրանք բոլորը պետական դավաճաններ են, դրանք բոլորը քաղաքական պոռնիկներ են, կամ էլ կներեք ես բարձ համար, կամ էլ անասուն, տուպոյ անասուններ են, դե անասունին ինչ ասես։ Ու եթե հանգարց ես իշխանություն ունենամ, ես ոչ մեկին բնականաբար չեմ դատի պետական դավաճանության, ես որ իշխանության կալանաբար սա կքանդեմ։ Այսինքն ոչ մեկ չի դատի ու եթե ես հանգարց իշխանություն ունենամ, ոչ մի հանցագործություն չի տեղի ունենա։ Այդ ձևի արդարություն կպավի բոլոր տեղերը։ Բայց եթե ես հանգարց իշխանություն ունենամ, օրինակ հիմա ես այդպես զգտումներ չունեմ, գիտեք, բայց ասենք ունենամ, բոլոր հակասերժական տականքների ճակատին յառիկը կպցնելու եմ, որ պետական դավաճան, որ ուրեթան տենան ճակատին գրածա պետական դավաճան։ Այդ պետական դավաճանները դրանք են, ովքեր 20 թվի պատերազմից հետո շարունակում են հաչալ Սերժ Սարգսյանի հասցեին, որովհետև մենք այսօր հասանք Սերժ Սարգսյանի մերժելու հետևանքով։ Այդ դա, մինչև 20 թվի պատերազմը, բան չունեմ ասեմ, մարդիկ չէին ասում, պիտի խելք ունենային, մեկ էլ համարձակություն, որ ճիշտը հասկանային ու կանային բարձրաձայնին, այն ժամանակ մի քանի հոգի էին, որոնցից մեկն էլ Իսագուլյանն էր, որ ճիշտը կարում էր ասել, համ տենում էր, համ կարում էր ասել, մեկ էլ ասենք հանրապետականներն էին ուժային կառույցները, ովքեր որ հավատարիմ մնացին Սերժ Սարգսյանին։ Մնացած սաղ մեկը խաբվել էր, մեկը տականք էր, մեկը էս էր, մեկն էր, բայց 20 թվի պատերազմից հետո բոլորիդ հակասերժական քայլերի արդյունքներ, չէ՞ այդ պատերազմը, որ մենք տանուտամինք Արցախը կորցինք ու ցեղասպանվեցինք։ Ու դրանից հետո շարունակեց Սերժ Սարգսյան քլնգել, այդ դա պետական դավաճանություն է։